Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Աշոտ Ֆարսյանն է։ Բարի երեկո, պարոն Ֆարսյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Ֆարսյան, քարոզարշավի ավարտին մնացել է մոտ 1 շաբաթ։ Այս ընթացքում ուժեղ Հայաստանի անդամները, երբ շրջում էին հայաստանյան մարզերում, երբ շրջում էին Երևան քաղաքում, ինչ ֆիքսեցին հայ ժողովրդին հուզող ամենակարևոր հարցերը, խնդիրները որոնք են։ Այս պայմանությամբ մենք որ շրջում ենք, մենք նկատում ենք ակնհայտ, որ փոփոխություն կա մեր քաղաքացիների մոտ վերաբերմունքի հետ կապված։ Շատ ժամանակ մենք տեսնում ենք, որ քաղաքացիների մոտ մեծ հուսահատություն կա, այսինքն մարդիկ տարիների ընթացքում տեսել են, որ իրենց հարցերը չի լուծվել եւ մի անգամ վերջին անգամ նրանք փորձեցին ինչ-որ փոփոխություն մտցնել իրենց կյանքում, բայց միևնույն է դրանից հետո էլ նրանց կյանքում փոփոխություն չմտավ, սոցիալական հարցերը լուծված չեն, հիմնականում ունեն նույն խնդիրները, այսինքն էլի են օրինակ գյուղերում օրինակ որ ման է գալիս, նույն խնդիրները, որոնք տարիներ շարունակ գյուղացիները ունեցել են, նրանք շարունակում են ունենալ։ Այդ խնդիրները լուծված չեն, միակ խնդիրը, որը երևի որ լուծվել է, դա ասֆալտապատման աշխատանքներն են կատարվել, որ ամեն գյուղում հիմա այո, որոշակի ասֆալտ կա, մարդիկ այդ առումով այդ հարցը լուծվել է, բայց մնացած առումներով նույն խնդիրների առջև են, եւ եթե երբ որ դուք մեր գյուղացիների հետ կշփվեք, դուք կհասկանաք, որ ամենամեծ հատվածը մեր գյուղացիների մեջ դա հիասթափված մասն է, այսինքն բնակության առնվազն կեսից ավելին։ Հիասթափված ինչից։ Հիասթափված ամեն ինչից ու ոչ մի բանի չհավատացող։ Դուք ասում եք, երբ շրջում ենք քաղաքացիների մեջ, հասկացանք, որ սոցիալական խնդիրները լուծված չեն։ Այս դեպքում, երբ ԿՊԱ-ական իշխանությունը ավելացրել է թոշակները, ստեղծել է աշխատատեղեր, հարկային հավաքագրումների առումով մեր պետական բյուջե ավելի շատ գումար է գնացել, դա նշանակում է, որ ստվերը մեր երկրում կրճատվել է, ներդրվել է առողջապահության համընդհանուր համակարգ, ապահովագրություն, մարդիկ անվճար կարողանում են գնալ եւ բուժվել։ Այս ամենը նրա մասին է, որ մարդկանց խնդիրները չեն լուծվել, թե լուծել են։ Թոշակների բարձրացմանը նախ անդրադառնանք, թոշակների բարձրացումը, մինչև վերջին այս 10,000 դրամ թոշակների բարձրացումը, թոշակների իրական գնողունակությունը ավելի ցածր է եղել, քան 2018 թվականի մակարդակը, որովհետև 2018 թվականից հետո գնաճը ավելի բարձր է եղել, քան բարձրացել էին թոշակները, եւ միայն այս վերջի 10,000 դրամ բարձրացումից հետո հնարավոր եղավ այդ թոշակների գնաճի ազդեցությունը մի փոքր մեղմել։ Երկրորդ կարևոր հարցը, որ կա, շատ ժամանակ նույնիսկ այդ բարձրացումները բավարար չեն, որպեսզի մարդկանց սոցիալական հարցերը լուծվեն։ Հայաստանում աղքատության մակարդակը չափվում է այն հետևյալ կերպ. այն մարդիկ, ովքեր որ ամսական կարողանում են իրենց վրա ծախսել 44,000 դրամից ավել գումար, նրանք չեն համարվում աղքատ, իսկ այն մարդիկ, ովքեր իրենց վրա կարողանում են ծախսել 44,000 դրամից քիչ գումար, նրանք համարվում են աղքատ, բայց մենք միևնույնն է հասկանում ենք, որ նույնիսկ այն մարդը, որ 44,000 կամ 45,000 դրամ է իր վրա կարողանում ամսական ծախսել, միևնույնն է այդ մարդն էլ նույնիսկ չի կարող համարվել ոչ աղքատ, որովհետև իրական կյանքում մենք հասկանում ենք, թե դա ինչքան անբավարար գումար է եւ նամանավանդ մարզերում աշխատավարձերի ցածր լինելը, եկամուտների ցածր լինելը բերում է նրան, որ մարզերում աղքատությունը ել ավելի բարձր է։ Փաշինյանն ասում է, մարզերում հատկապես աղքատությունը ունի բարձր ցուցանիշ առհասարակ, մարզերում մարդկանց աշխատավարձը ցածր է, որովհետև չեն կրթվում։ Եվ օրինակ է բերում իրեն, միջև հիմա կրթվում է, որ աշխատավարձը բարձր լինի։ Աղքատությունը դա բարդ սոցիոլոգիական, սոցիոտնտեսական ֆենոմեն է, որը չի կարելի հենց կապել մարդու անձնական մոտիվացիայի հետ, այսինքն աղքատությունը դա կապված է նաև նրա հետ, արդյոք թե այդ բնակավարում կան անհրաժեշտ միջոցներ, որպեսզի մարդը կարողանա գնա աշխատանքի տեղավորվի, որովհետև լավ ենթադրենք դուք պատկերացրեք, դուք ուսուցիչ եք, աշխատում եք դպրոցում, ձեր աշխատավարձը 100 կամ 150,000 դրամ է։ Դուք ինչ պետքա կրթվեք, ինչ պետքա անեք, որ ձեր աշխատավարձը բարձրանա։ Իրանք խոսում են ատեստացիայից, բայց ատեստացիան օրինակ բավարար չէ, որպեսզի նույնիսկ այդ պայմաններում մարդիկ իրենց հասնեն իրենց ուզած մակարդակին։ Կամ ենթադրենք դուք բժիշկ եք կամ ոստիկան եք, որը օրինակ աշխատում է պետական համակարգում եւ ապրում եք մարզում։ Հիմա դուք ինչ կրթություն պետք է ստանաք, որպեսզի ձեր աշխատավարձը բարձրացնի։ Ինչ պետքա դուք անեք, որ դուք չեք կարող լրացուցիչ բժշկական գրքեր կարդաք, դες դրա համար ոչ ոք ավել չի վարձատրելու։ Եվ հետեւաբար ասել, որ միայն կրթությունն է խնդիրը, ես կարծում եմ ճիշտ չէ,
այդտեղ խնդիրը հիմնականում լրիվ ուրիշ տեղ է, դա կարող է լինել կապիտալի հետ կապված, կարող է լինել արտադրողականության հետ կապված, կարող է լինել ընդհանրապես տնտեսության ավելի այլ ճյուղերի հետ կապված եւ հետեւաբար միայն կրթության հետ կապել եւ մարդու անձնական մոտիվացիայի հետ կապելը ճիշտ չէ։ Ուժեղ Հայաստանը առաջարկում է այս դեպքում 300,000 աշխատատեղի ստեղծում Հայաստանում։ Իշխանությունը դրան ունի իր հակաթեզը, Հայաստանում գործազուրկ ընդամենը 170,000 մարդ, հետևապես մանիպուլացնում եք, մեզ 300,000 աշխատատեղ պետք չէ։ Այդ թեզը շատ պարզունակ ու շատ հեշտ հերկվող թեզ է եւ իշխանությունները տենց գտել են մի հատ ինչ-որ պարզ ձև խնդիրի իրականում հերքելու, բայց դա իրականում այդպես չէ։ Հայաստանում բացի այդ 170,000 մարդը կա 300,000 մարդ 25-ից 54 տարեկան, ովքեր չունեն աշխատանք, բայց գործազուրկ չեն համարվում։ Այս երկու թիվը միասին արդեն մոտ կես միլիոն է եւ հետեւաբար խոսել, որ Հայաստանում ընդամենը 170,000 հոգի է, որ գործազուրկ է, ճիշտ չէ, իրենք էլ դա շատ լավ գիտեն եւ սրանով իրենք փորձում են ուղղակի մանիպուլացնել եւ իրավիճակը խնդրի բովանդակային քննարկումից շեղվել եւ հետեւաբար այդտեղ շատ ասելու բան չկա, ցանկացած մարդ, ով որ վիճակագրությունից մի քիչ տեղյակ է, մի քիչ կարող է օգտվել այդ օրինակ Armstatic այգից, ինքը կարող է շատ հանգիստ մտնել եւ ինքն էլ նայել եւ համոզվել, որ իրականում այդպես չէ։ Տեսեք, դուք ասում եք իրականում այդպես չէ, գործազուրկների թիվը շատ ավելին է, իսկ ինչ իրավիճակի առաջ կկանգնենք մենք, եթե Եվրասիական տնտեսական միությունից ի վերջո Հայաստանը դուրս գա։ Դուք գիտեք, երեք Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ նիստը, ԵԱՏՄ 4 անդամ պետություն 5-րդ անդամ պետությանը Հայաստանին հայտարարությամբ դիմել են եւ ասել են մինչեւ դեկտեմբեր ամիսը որոշեք կամ մնում եք ԵԱՏՄ-ում, կամ դուրս եք գալիս գնում եք Եվրամիություն, իսկ այդ դեպքում ԵԱՏՄ բոլոր արտոնություններից դուք զրկվելու եք։ Նույն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց այն մասին, որ Հայաստանի հնայի 14%-ն է, հա, ԵԱՏՄ բյուջեի օգտվում եւ ըստ էության մեր հնան 14%-ով այդ առումով ինքը կպակասի։ Հիմա երբ դուք ասում եք 300,000 աշխատատեղ ստեղծելու կարիքը կա, մի հատ էլ այդ ամեն ինչին գումարում ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու վտանգները, մեր տնտեսությունը ինչի առաջ է կանգնում։ Տեսեք, ԵԱՏՄ-ում Հայաստանի դերը բավականին տնտեսական առումով ԵԱՏՄ-ի դերը Հայաստանի տնտեսությունում բավականին մեծ է, մենք բավականին ինտեգրված ենք Եվրասիական տնտեսական միությանը եւ իրականում դա այնպես չէ, որ մենք միջև ԵԱՏՄ մտնելը ինտեգրված չենք այդ շուկային։ Այդ շուկան մեզ ծանոթ է, մոտիկ է եւ այնտեղ մենք ունենք որոշակի մրցունակություն եւ այնտեղ կարողանում ենք մենք մեր ապրանքները արտահանել եւ մրցակցել։ ԵԱՏՄ մտնելով մենք լրացուցիչ ավելի շատ կարողացանք այնտեղ առավելություն ստանալ եւ ավելի հեշտ մուտք գործել, ինչը կարծում Հայաստանի տնտեսության համար օգտակար է։ Շատ ժամանակ մարդիկ խոսում են, որ ԵՄ գնալով մենք կարող է ավելի մեծ առավելություններ ստանանք եւ երկարաժամկետում ԵՄ-ում մենք այդ ԵԱՏՄ-ից դուրս գալով ԵՄ-ում գտնվելով մենք այդ վնասները փոխհատուցենք ԵՄ-ում գտնվելով, բայց դա իրականում մեծ հարցականի տակ է, օրինակ մեր գյուղատնտեսական ապրանքը, որը հենց կա, մեծ հարց է, թե մենք օրինակ մրցունակ կլինենք եվրոպական շուկաներում, թե չէ։ Հիմա նույն գյուղատնտեսականի հետ կապված, տեսեք, Հայաստանից ծաղիկներ չեն արտահանվի այլևս ԵԱՏՄ երկրներ, պտուղ բանջարեղեն չի արտահանվի, մենք չգիտենք էլ ինչ սանկցիաների տակ կընկնենք, կարելի է ինչ որ առումով սա համարել սանկցիա։ Ես լսում եմ Գևորգ Պապոյանին, ասում է ոչինչ, 5.5 միլիոն դոլարով կսուբսիդավորենք ծաղիկ աճեցնողներին, թող իրենց ապրանքը տանեն Եվրոպա, կսուբսիդավորենք լոլիկ աճեցնողներին, թող իրենց ապրանքը տանեն Եվրոպա։ Այսինքն մոտ 20-30 միլիոն դոլար ըստ ներկայիս էկոնոմիկայի նախարարության Հայաստանի բյուջեն կարող է ֆինանսավորել, որպեսզի այդ գյուղմթերք արտադրողը իր ապրանքը հասցնի Եվրոպա։ Նախ առաջինը հասցրեց Եվրոպա ինչպես է իրացնում, եւ ըստ ձեզ Հայաստանի պետական բյուջեն ունի այդքան գումար, որ մենք այսպիսի մեծ հսկայական սուբսիդիաներ տանք։ Եթե խնդիրի գինը լիներ 25 միլիոն դոլար, այսինքն եթե մենք կարող ենք 25 միլիոն դոլարով եվրոպական շուկա մուտք գործել, նախ ես կարծում եմ, որ բյուջեում այդ գումարը կա, դա խնդիր չէ 25 միլիոն դոլար ինչ որտեղից վերցնել, օրինակ իրենց պարգևավճարներից կարող վերցնեն դնեն այդտեղ, օգուտ կտա գյուղացիներին միգուցե։ Բայց այստեղ կարևոր հարցը հետևյալն է։
Եթե մենք 25 միլիոն դոլարով կարողանում ենք եվրոպական շուկա մուտք գործել եւ մեր շուկաները դիվերսիֆիկացնել, ապա ինչի միջև հիմա այդ աշխատանքը չեն կատարել, ինչ էինք սպասում, որ sense խնդիրներ լինի, միգուցե եթե իրենք այդքան շատ են ձգտում ԵՄ շուկա գնալ, նախապես պետք է դա անեն, ԵՄ շուկայում դիրքավորվեին, տեղավորվեին եւ հետո ասեն ԵԱՏՄ-ից դուրս են գալիս։ Դա մեկ, երկրորդ, ես չեմ կարծում, որ նույնիսկ եթե լոգիստիկ խնդիրների հարցը լուծվի, օրինակ, չգիտեմ, փոխհատուցեն, հայ գյուղացին կարողանալու է տեղավորվել եվրոպական շուկաներում, որտեղ այնտեղ կա ստանդարտների խնդիր, մեծ հարց է։ Օրինակ, նույն ծաղիկի ոլորտում շատ ժամանակ այն ընկերությունները հոլանդական, օրինակ, ովքեր որ վաճառում են իրենց ծաղիկի սերմերը, նրանք դրա դիմաց ռոյալթի են ստանում։ Եվ ես խիստ կասկածում եմ, որ մեր հայ ջերմոցատերերի մեծ մասը ունի այդ ռոյալթիները վճարում է եւ օրինական իրավունք է ունենալու եւ դեպի ԵՄ ծաղիկ արտանել, որտեղ կարող է գնան հասնել դեպի ԵՄ ու այնտեղից իրանց ասեն ձեզ ծաղիկը որտեղից դուք օրինական ճանապարհով օրինակ այս սերմը ծաղիկի չեք գնել։ Դե այս դեպքում էլ իշխանությունն ասում է թող այնպես անեն, գնան այդ եվրոպական հայ տնտեսվարողը թող այնպես անի, գնա եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանի։ Հավերժ չի մնալու օրինակ օրինախախտումների հույսին կարողանա ապրանք իրացնել ԵԱՏՄ շուկայում օրինակ։ Շատ լավ հարց եք տալիս, այստեղ առաջանում է երկրորդ հարցը։ Մենք չենք կարող ամեն ինչ գցել տնտեսվարողների վրա, տնտեսվարողները միշտ ձգտել են առավելագույն շահույթ ստանալ եւ եթե կա ինչ որտեղ սողանցքեր, նրանք այդ սողանցքերից օգտվելու են։ Այստեղ հարցը առաջանում հետեւելը. ինչի միջև հիմա կառավարությունը այդ հարցերով չի զբաղվել, եթե նրանք ինչի այդ խնդիրները չեն նկատել, չեն բարձրացրել, ինչի չեն ստիպել, որ հայ տնտեսվարողը ավելի բարձր որակի եւ ստանդարտի ապրանքներ արտադրի, հենց առաջինը հայ սպառողի համար։ Եթե այդ հարցը իրենք ժամանակին լուծած լինեին եւ եթե այսօր հայ տնտեսվարողները արդեն մուտք գործած լինեին ԵՄ շուկա, ապա նույն հենց ԵԱՏՄ-ում մեր լեզուն ավելի երկար կլներ, մենք եք ասենք գիտեք ինչ կա, ժողովուրդ, կամ մեզ ավելի լավ, եթե էլի իհարկե շատ ենք այդ հարցը տենց ուզում, կամ մեզ ավելի լավ պայմաններ տվեք, կամ մենք ալտերնատիվ ունենք, գնում ենք այս ճանապարհով, բայց մենք այդ ալտերնատիվը չենք ստեղծել, ոչ մի բան չենք արել եւ հիմա կանգնել ենք նման խնդրի առաջ։ Այսինքն մեր վրա, մեր երկրի վրա ժամկետ է դրված մինչև դեկտեմբեր կողմնորոշվեք։ Կուզեք ձեր երկրի ներսում հանրաքվե արեք, բայց մինչև դեկտեմբեր կողմնորոշվեք։ Երբ չունենք այդ ալտերնատիվ տարբերակը դեպի եվրոպական շուկա գնալու եւ այնտեղ էլ նաեւ կապերը մեր ապրանքը այնտեղ իրացնելու, ու այստեղ փաստի առաջ ենք։ Հայաստանը ինչի առաջ է կանգնում։ Շատերը հնչեցնում են նույն մասնագիտական դաշտում թեզ, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ուղղակի կբերի նրան, որ Հայաստանի տնտեսությունը փլուզվի կամ մյուս թեզը կարող է կլանվել թուրքական եւ ադրբեջանական տնտեսությունների կողմից։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է։ Նախ մենք կարծում ենք, որ քաղաքական գործիչները նման հարցերում պետք է լինեն շատ զգույշ, որովհետև Հայաստանի կարողությունները այս բանին շատ ցածր են եւ Հայաստանը պետք չէ գնա այդպիսի սրացումների ճանապարհով։ ԵՄ գնալը դա առաջին հերթին պետք է լինի մեր ներքին բարեփոխումները։ Մենք պետք է ոչ թե ձգտենք դեպի ԵՄ գնալ, մենք առաջին հերթին պետք է ձգտենք բարձր ստանդարտներով, բարձր որակի արտադրություն եւ ծառայություններ մատուցող երկիր դառնալ, իսկ այդ ժամանակ ես կարծեմ նույնիսկ ԵՄ գնալու կարիք չի լինի։ Մենք կարող ենք մեր տարածաշրջանի երկրներին սպասարկելով բավականին բարձր որակի կենսամակարդակի տնտեսություն ունենալ։ ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտություն ես այս պահին չեմ տեսնում, նամանավանդ հաշվի առնելով, որ Հայաստանը այս պահին եվրոպական շուկաներում առաջարկելու շատ մեծ ապրանքների ցանկել չունի եւ հետեւաբար մենք ԵԱՏՄ-ից դուրս գալով ունենալու ենք տնտեսական անկում ու մեծ հարց է քանի տարվա ընթացքում մենք կարողանալու ԵՄ շուկա մտնել, այդ ԵՄ շուկայում տեղավորվել եւ այդ հարցերը փոխհատուցել։ Դրա պարզ օրինակը Վրաստանն է, թե դուք նայեք, օրինակ Վրաստանը այս պայդրությամբ ԵՄ երկրների հետ կարելի ասել առևտուր չի անում էական։ Հիմնական նրա առևտրատնտեսային գործընկերը օրինակ ԱՄՆ-ն է, ԱՄՆ-ից բերում է ջարդված ավտոներ եւ վաճառում է տարածաշրջանում։ Իսկ եթե ԵԱՏՄ-ն փոխարինենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հնարավոր է մենք ունենանք նույն պատկերը տնտեսական առումով, որովհետև վերջերս Նիկոլ Փաշինյանի հետ երբ հարց ու պատասխան էր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ունել, ինքը օրինակ էր բերում, որ ԵԱՏՄ շուկան աշխարհի ամենավերջի եւ միակ շուկան չէ, մեր տարածաշրջանում կան այլ շուկաներ եւ մենք կարող ենք այդտեղ մուտք գործել։ Դե մեր տարածաշրջանում Թուրքիան է, Ադրբեջանն է, Իրանն է։ Ինչ ենք անում, գնում ենք այդ ուղղությամբ։
Ես կարծում եմ, որ նախ եկեք մի բան հասկանանք, ԵԱՏՄ շուկայում մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է, եւ մենք Ռուսաստան դեպի արտահանում ենք այնպիսի ապրանքներ, որոնք Ռուսաստանում ուղղակի չեն աճում կամ Ռուսաստանում չեն արտադրվում։ Մենք արտահանում ենք այնտեղ խմիչք, կոնյակ, Ռուսաստանը այդ ապրանքների արտադրությունով ուղղակի չի զբաղվել երկար տարիներ, ինքը չունի այդ սովորույթը լավ կոնյակ արտադրելու, լավ գինի արտադրելու, եւ հետեւաբար մենք Հայաստանից կարողանում ենք այդ ապրանքները արտահանել։ Մյուս կողմից մենք արտահանում ենք գյուղատնտեսական ապրանքներ, որոնք Ռուսաստանում շատ տեղերում չեն աճում եւ հետեւաբար մենք այդտեղ որոշակի մրցունակություն ունենք, դրա հաշվին ենք մենք կարողացել այդ շուկայում դիրքավորվել։ Ինչ վերաբերվում է դեպի Ադրբեջան եւ դեպի Թուրքիա արտահանելուն։ Այս պետությամբ նմանատիպ իրավիճակ ունենք մենք Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ամենայն հավանականությամբ, երբ որ մենք որոշենք, որ գնում ենք այդ ուղղությամբ դեպի Ադրբեջան եւ դեպի Թուրքիա, մենք ունենալու ենք նույն առևտրատնտեսական հարաբերությունները, ուղղակի այս դեպքում Ադրբեջանի հետ կունենանք մոտավորապես նույն մակարդակի, ինչ Վրաստանի հետ, որոշակի փոքր առևտրաշրջանառություն կունենանք, միգուցե տարեկան $100 միլիոն կարգի, հիմա Վրաստանի հետ այդքանի առևտուր ենք անում։ Իսկ Թուրքիայի հետ կապված ես կարծում եմ, որ մենք Թուրքիայի դեպքում էլ լինելու ենք նույն ոչ մրցունակ պայմաններում, ինչ որ Իրանի Իսլամական Հանրապետությունում հետ մեր հարաբերություններում ենք, որովհետև մենք Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանում ենք $90 միլիոն ապրանք եւ ծառայություն, որից $60 միլիոն ընդհանրապես էլեկտրաէներգիան է։ Այսինքն մենք Իրանի Իսլամական Հանրապետություն ոչ մի բան չենք արտանում, որտեղ մրցունակ չենք մեր տնտեսությամբ։ Դե ասում է թող մրցունակ դառնան։ Ասում են չեն ուզում Հայաստանի տնտեսվարողները, ուզում են սուբսիդիաներ, կառավարությունը այդ սուբսիդիաները տալիս է։ Իդեպ, ավելի վաղ ընդունվել էր կառավարության որոշում, որով պետական բյուջեից սուբսիդիաներ էին տրամադրվում այն տնտեսվարողներին, որոնք որոշում էին իրենց արտադրանքը հանել Եվրոպա։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ինչ մեզնից կախված է, անում ենք։ Մնում է տնտեսվարողը դառնա մրցունակ, թող դառնա։ Իսկ միգուցե դա հնարավոր չէ ուղղակի։ Այս բանը։ Դե միգուցե մենք ունենք այնպիսի մրցակցային թերություններ կապված մեր տնտեսության փոքրության հետ, կապված մեր ռեսուրսների հետ, թե մարդկային, թե կապիտալ ռեսուրսների հետ, որ այս բանին մենք ուղղակի ունակ չենք այդ շուկաներում մրցունակ ապրանք արտադրել։ Բա ինչ անենք, մնանք միայն Ռուսաստան, ԵԱՏՄ շրջանակներում, կախված մնանք միայն իրենցից։ Ոչ, պետք է աշխատել ԵԱՏՄ շրջանակներում, այդ հավելյալ արդյունքը, որը մենք այնտեղից ստանում ենք, վերաներդնել մեր տնտեսության մեջ, բարդացնել մեր ապրանքների մակարդակը, ավելի բարդ եւ որակով ապրանքներ թողարկել, ավելի բարձր ստանդարտներով եւ մտածել ոչ թե միայն ԵՄ ապրանքներ արտահանելու մասին, այլ մտածել աշխարհի շատ տարբեր երկրներ ապրանքներ արտահանելու մասին եւ չկենտրոնանալ ինչ որ տեղից դուրս գալու, ինչ որ տեղ մտնելու մտքի վրա, առանց դա երկար-բարակ քննարկելու կամ դա ինչ որ բանը քննարկելու։ Ավելի լավ է մենք այդ ճանապարհով գնանք։ Իհարկե մենք չենք ողջունում ոչ մի երկրից տնտեսական կախվածության մեծացնելը, մենք միանշանակ կողմ ենք, որ այդ տնտեսական կախվածությունը ցանկացած երկրից նվազ լինի եւ մենք ունենանք մի քանի առևտրատնտեսային գործընկեր, բայց դա չեն անում այն ժամանակ, երբ որ դու մեկից շատ կախվածության մեջ ես եւ որոշում ես, որ ինքնանպատակ կերպով պրոստը այդ մեկին հետ հարաբերությունները խզես եւ քեզ վնասես, որովհետեւ դա անելով մենք չենք ունենալու այն հավելյալ արդյունքը, որը կկարողանայինք վերաներդնել մեր տնտեսության մեջ, որպեսզի ավելի բարդ արտադրանքներ արտադրել, որտեղ եթե մենք լավ ժամանակում չենք կարողացել մեր տնտեսության հարցերը լուծել, իսկ հիմա լավ ժամանակներ մեր տնտեսության մեջ, մենք վատ ժամանակում դա ինչ միջոցներով ենք անելու։ Դուք ձեր խոսքի մեջ օգտագործեցիք ինքնանպատակ հարաբերություններ վատացնել ձևակերպումը, այսինքն Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնում է ինքնանպատակ։ Ես կարծում եմ, որ եկեք մի բան ֆիքսենք, որ շատերը խոսում են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները չեն վատանում, բայց մենք ակնհայտ նայում ենք, որ տեսնում ենք, որ վատանում են, եւ այո, ես կարծում եմ, որ դա ինքնանպատակ է, այնպիսի տպավորություն է, որ մենք մեր գլխի մեջ մի հատ միտք ենք ինքներս ստեղծել, որ գնում ենք ԵՄ ու որոշել ենք առանց երկար բարակ հաշվարկների, առանց ծանրակշիռ փաստարկները հաշվի առնելու, գնանք այդ ճանապարհի հետևից առանց հաշվի առնելով դրա հետևանքները։ Ինչպիսին կլինեն հետևանքները։ Կլինի մեծ տնտեսական անկում եւ ամենացավալին գիտեք որն է, որ մենք եթե տնտեսական անկումը լինի կա մեծ ռիսկ, որ մենք այդ ժամանակ դեպի ԵՄ-ել չենք կարողանալու գնանք, ու ստիպված նորից հետ ենք դառնալու։ Կընդունեն ձեզ։ Կընդունեն, բայց ավելի վատ պայմաններով։ Տեսեք, արդեն քանի օր է ծաղիկ աճեցնողները իրենց արտադրանքը, ծաղիկները թափում են։ Միրգ, բանջարեղեն աճեցնողները ունեն լուրջ խնդիրներ եւ մեր երկրի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ասում է ես դեռ
համապատասխան պաշտոնյաների հետ դրսում չեմ խոսել։ Ասում են ինչու, որովհետև ասում են դա իմ տիրույթի հարց չէ։ Ուզում եմ սրան անդրադառնանք։ Մեր երկրի տնտեսության հետ այսպիսի բան է կատարվում, մեր էկոնոմիկայի նախարարը ոչ ԵԱՏՄ, ոչ Ռուսաստան համապատասխան պաշտոնյաների հետ չի խոսել, ինքն ասում է, որ այստեղ կա քաղաքական շարժառիթ, ընդդիմադիր պայքարներն ու ընդդիմությունն է մեղավոր, որ հայ գործարարը, հայ տնտեսվարողը հայտնվել է այս վիճակում։ Ինչու են մեղքը գցում ձեր վրա։ Մենք սովոր ենք լսել, որ իրենք երբեք պատասխանատվություն չեն ստանձնում եւ միշտ մեղավորներ են փնտրում, դա առաջին դեպքը չէ եւ կարծում եմ ոչ էլ վերջինն է, միշտ էլ իրանք այդ ճանապարհով են շարժվել ու միշտ էլ այդ ճանապարհով են շարժվելու, իսկ չխոսելու մասով ես կարծում եմ դա անպատասխանատու վերաբերմունք է հենց հայ տնտեսվարողների հանդեպ, որտեղ այդ մարդիկ ներդրումներ են կատարել, այդ մարդիկ հիմա ակնկալում են, որ իրենց ներդրումները հետ կստանան, բայց իրենց քաղաքական որոշումների պատճառով հիմա այդ մարդկանց ներդրումները հայտնվել են ռիսկի տակ։ Ոչ ոք ժամանակին այդ մարդկանց, երբ որ օրինակ մի քանի տարի առաջ, երբ որ մարդկանց իրենք օրինակ սուբսիդավորված վարկեր էին տալի գյուղատնտեսության ոլորտում, իրենք օրինակ պահանջ դրել են, որ գիտեք ինչ կա, մենք 2-3 տարուց կարող է ԵԱՏՄ-ից դուրս գանք, հաշվի առեք, որ այդ շուկա դուք չեք կարողանալու գնալ եւ պարտադիր պետքա դեպի ԵՄ շուկա մենակ արտահանում ունենաք։ Այդ դեպի պահանջ չեն դրել, չէ՞, իրանք մարդկանց արժե, որ այդ մարդիկ էլ իմանան վարկ վերցնելուց եւ ներդրում կատարելուց, որ դեպի ԵԱՏՄ շուկա փակվելու է, նոր այդ որոշումը կայացնեն։ Եվ հետեւաբար անել նման քայլեր ես կարծում եմ անպատասխանատու վերաբերմունք է հենց այդ մարդկանց հանդեպ։ Հաջորդ հարցը, ինչու այդ դեպքում ԵԱՏՄ-ն նման սանկցիաների առաջ Հայաստանին չկանգնեցրեց 1 տարի առաջ։ Ինչու հենց հիմա, երբ Հայաստանում ընտրություններ են։ Ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետև ես չեմ կարող ասել նաև թե ԵԱՏՄ պատասխանատուները ինչ հարաբերությունների մեջ են գտնում Հայաստանի ղեկավարների հետ։ Կարող է, ես չգիտեմ, միգուցե դա կապված է եվրոպական քաղաքական գագաթնաժողովի հետ կապված Հայաստանում, որը որ տեղի ունեցավ։ Նաև Զելենսկու այցում ունեցան։ Միգուցե դա դրա հետ է կապված եւ հետեւաբար ես դա չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ես չգիտեմ դե կուլիսների հետևում ինչ քննարկումներ է տեղի ունեցել, բայց մի բան ակնհայտ է, կա մեծ անհամաձայնություն եւ դա շատ վատ է, որը Հայաստանին դրել են նման երկընտրանքի առջեւ, որովհետեւ Հայաստանը կարող էր ավելի փափուկ եւ մանևրելով քաղաքականություն վարել, գտնվել ԵԱՏՄ-ում, հարաբերությունները զարգացնել ԵՄ-ի հետ եւ կարծում եմ ոչ մի խնդիր չէր լինի, այսինքն ոչ ոք ԵՄ-ից մեզ չէր ասում, գիտեք ինչ կա, դեպի մեր երկիր արտահանում մի իրականացրեք, եթե մենք կարողանում ենք այնտեղ արտահանում իրականացնել, ինչի դա ժամանակին չէինք անում, նորմալ կարող էինք անել եւ ԵԱՏՄ-ում գտնվելով, բայց հիմա երբ որ մեզ դնում են խնդրի առջեւ, ես կարծում եմ որ մյուս կողմից նույն ԵՄ-ի կողմից էլ է նույն հարցը դրվելու, որ կողմնորոշվեք եւ կողմնորոշվելու դեպքում երկու կողմերից մեկը մեր հետ գնալու է հարաբերությունների սրման եւ լարվածության եւ մեծ քաղաքական ճկունություն է մեզանից պահանջվելու, որպեսզի մենք այդ սրմանը չգնանք եւ կարողանանք հարաբերությունները հարթենք, ինչը ներկայ իշխանություններից ես անկեղծ ասած չեմ ակնկալում։ Ներկայ իշխանությունների թեման շարունակելով, նրանք շարունակում են հերքել ուժեղ Հայաստան կուսակցության այն պնդումը, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում բնակեցնելու է 300,000 ադրբեջանցիների, այսօր առավոտյան Դաշինքի առաջին համարը ներկայացնող Հնարեկ Կարապետյանը մամլոասուլիս ունեցավ եւ ներկայացրեց մի կոնցեպտ, որը Ադրբեջանը ներկայացրել է ՄԱԿ-ին, ըստ դրա ադրբեջանցիները պետք է գան բնակվեն Հայաստանում, նրանք նաեւ Հայաստանում պետք է ունենան իրենց անվտանգությունը ապահովող ուժային կառույց։ Գետնի վրա ունեցած փաստերը, փաստաթղթերը, ՄԱԿ ներկայացված կոնցեպտը եւ իշխանությունների կողմից դրանց անընդհատ հերքում ինչի մասին են։ Մեր իշխանությունները սովորաբար սիրում են հերքել բաներ, հետո իրենք շատ հանգիստ դա կատարում են եւ ոչ մի պատասխանատվություն չեն կրում, որ նախկինում ինչ-որ բան հերքել էին, հիմա անում են եւ ես կարծում եմ ուղղակի նրանց հերքումը դա միանշանակ չի խոսում նրա մասին, որ դա նրանք չեն անելու։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի ռիսկը շատ բարձր է, միանշանակ այդ խնդիրը կա, միանշանակ այդ խնդիրը մենք վստահ ենք, որ իրանք էլ տեղյակ են, որ այդ վերադարձի հարցը բարձրացվելու է։ Ես կարծում եմ, որ այս պահին Ադրբեջանից հետևում են մեր նախընտրական իրավիճակին եւ միգուցե այդ պայմաններով հիմա այս վերջերս առաջի դեմքի մակարդակով շատ չեն խոսում, բայց առնվազն կուլիսներում եւ առնվազն այլ կազմակերպությունների միջոցով մենք տեսնում ենք, որ իրենք այդ հարցը շարունակում են առաջ տանել, օրինակ շուտով Նախիջևանում ֆորում է լինելու ադրբեջանցիների վերադարձի հետ կապված դեպի իրենց, այսպես ասած, պատմական
հողեր, այդ վերադարձնել ճակերտների մեջ, եւ ես կարծում եմ, որ այդ խնդիրը կա, մեր իշխանությունները միանշանակ դա հերքելու են, իրենք միջև վերջել դա չեն ասի երբեք, նույնիսկ բերելուց է ասեն, որ չենք բերում, դա նրանց գործելավոճն է, եւ հետեւաբար ես կարծում եմ մենք պետք է այս դեպքում ցավոք սրտի լսենք ավելի շատ այն հայտարարությունները, որը գալիս են Ադրբեջանից եւ ոչ թե մեր իշխանությունների հայտարարածները, որտեղ մենք բազմիցս տեսել ենք, որ այդ մարդիկ կարող են նման սուտ բաներ ասել։ Ձեզ չէ հանգստացնում այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է 300,000 ադրբեջանցին Հայաստան չի գա, որովհետեւ ես փակել եմ արցախցիների Արցախ վերադառնալու հարցը առհավետ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանից չեն նայում, թե այստեղ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում եւ նրանք վարում են իրենց սեփական քաղաքականությունը, ցավոք սրտի նրանք վարում են մի քաղաքականություն, որը իրենից ենթադրում է անընդհատ հարձակում, այսինքն այդ հարձակումը չի ենթադրում միայն ռազմական ուժով հարձակում, դա նաև ենթադրում է քաղաքական հարձակում, դա նաև ենթադրում է իրենից մեդիա հարձակում, դա ենթադրում է, որ ինքը տարբեր միջազգային կազմակերպություններում միշտ առաջնորդում է իր սեփական թեզերը եւ հետեւաբար ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը երբ մտածում է, որ ինքը կփակի արցախցիների իրական ու այստեղ մի հատ կարևոր հարց էլ կա, Արցախի ժողովուրդը ունեցել է իր առանձին քաղաքական միավորը եւ միանշանակ չի կարելի համեմատել Արցախի բնակչության վերադարձի իրավունքը Հայաստանից 90-ականների սկզբին դեպի Ադրբեջանի ՍՍՀ վերադարձած ադրբեջանցիների վերադարձ Հայաստան հետ գալու իրավունքի հետ, դրանք լրիվ տարբեր մակարդակներում են գտնվում եւ դրանք միանշանակ չի կարելի համեմատել։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանը միանշանակ չի նայելու, թե Նիկոլ Փաշինյանը խոսում է արցախցիների իրենց իրական իրավունքները իրագործելուց եւ Արցախ հետ վերադառնալուց, թե չէ։ Նրանք ունեն իրենց պլանը եւ իրենք իրենց պլանով առաջնորդվում են եւ իրենց պլանների մեջ ես կարծում եմ ու արդեն իրենց խոսույթում էլ է դա զգացվում, իրենց հայտարարություններում էլ է դա զգացվում, որ նրանք միանշանակ այդ վերադարձի հարցը բարձրացնելու են։ Դիվանագիտական ճանապարհով, օրինակ, եթե ուժեղ Հայաստանին հաջողվում է Հայաստանում իշխանություն վերցնել, դիվանագիտական ճանապարհով Ալիևի այդ պլանը կանխել ստացվելի է թե ոչ։ Մենք գնալու ենք այն ճանապարհով, որ նախ ընդունելու ենք այդ Հակասաֆարովյան օրենքը, որը որ թույլ չի տա ադրբեջանցիներին վերադառնալ Հայաստան, հողատարածք գնել այստեղ, սեփականություն ունենալ։ Բայց Հայաստանի սահմանադրությունն արդեն իսկ դա արգելում է։ Դուք այս հարցում եւս Հայաստանի սահմանադրությունը արգելում է հողատարածքի հարցը, բայց դա չի արգելում իրավաբանական անձանց հողատարածք ունենալու հարցը, դա չի արգելում բնակարան ունենալու հարցը, դա չի արգելում այլ գույք ունենալու հարցը։ Մենք շատ լավ տեսնում ենք, որ այս պայդրությամբ մեր կարողությունները տարածաշրջանում շատ ցածր են եւ հետեւաբար մեր համար շատ ռիսկային է մեր երկրի տարածքում ունենալ, չգիտեմ, մեր բնակչության 10%-ի չափով այլազգի բնակչություն, որովհետեւ դա ենթադրելու է միջամտություն այլ երկրների կողմից մեր ներքին գործերին, ինչին մենք միանշանակ այս բանին դեռ պատրաստ չենք։ Միգուցե երբ անցնի 100 կամ 200 տարի, մենք արդեն տարածաշրջանում բոլոր հարցերը լուծված կլինեն եւ բոլոր ժողովուրդն իրար հետ խաղաղ ապրելուց կլինեն, դա արդեն խնդիր չի լինի, բայց այս պայդրությամբ դա մեր համար մեծ խնդիր է եւ դա մեր համար ռազմավարական առումով անվտանգային լրջագույն հարց է առաջացնելու։ Եվ պարոն Ֆարսյան, մի այսպիսի հարց. Տասնամյակներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը օրագիր թերթում լրագրող էր եւ հոդվածներ էր տպում, նա այսպիսի մի հոդված էր տպել եւ կողմ էր արտահայտվել Սյունիքով Թուրքիայի եւ Ադրբեջանի միանալու գաղափարին եւ Փաշինյանի ձևակերպումն այսպիսին էր. Թուրքը կգա, այդտեղ ներդրումներ կանի, ենթակառուցվածքներ կզարգացնի, Թուրքը կգնա, բայց ենթակառուցվածքը կմնա Հայաստանին։ Ինչու՞մն է խնդիրը։ Նա դա գրել է դեռ մի 20 տարի առաջ օրագիր թերթում, այսօր այնինչ տեղի ունեցավ Սյունիքում, ճիշտ նույն պատկերն է արտացոլում։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ դուք դեմ եք, Թուրքը կգա, փողը կդնի, ենթակառուցվածքը կզարգացնի, ինքը կգնա, ենթակառուցվածքը կմնա Հայաստանին կոնցեպտին։ Ես ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ունի մտքեր, որը նա 20 տարի է շարունակում է եւ այդ մտքերը այդքան էլ հաշվարկված չեն, առնվազն գոնե հույս ունենք, որ դա ուղղակի սխալ հաշվարկի հետևանք է։ Մենք չենք կարծում, որ ինչ-որ մեկը մեզ ենթակառուցվածք է նվիրելու, որովհետև նրա ասածը հենց դա է ենթադրում, որ կգան ենթակառուցվածք մեր ներդրումներ կանեն կգնան, ներդրումը կմնա Հայաստանում։ Ես չեմ կարծում, որ դա այդպես է լինելու, որովհետև ոչ ոք ոչ մեկին հենց այնպես նվեր չի անում աշխարհում, իսկ ինչ վերաբերվում է Սյունիքում թուրքերի կողմից ներդրումներ անելուն,
Ես կարծում եմ, որ մենք ներդրումների կարիքը կարող ենք այլ երկրների միջոցով էլ մեր հարցերը լուծել եւ այլ երկրներից ներդրումներ բերել, իսկ Թուրքիայից ներդրումներ բերելը դա մեր համար լինելու է ռազմավարական առումով վտանգավոր, որտեղ ես համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ նրանք կգան ներդրում կանեն ու հետ կգնան, նրանք գալու են ներդրում են անելու ու մնալու են եւ հետեւաբար այդ ժամանակ մենք առերեսվելու ենք այն հարցի հետ, թե ինչպես հակակշռենք Թուրքիայի շահերին Հայաստանի տարածքի ներսում, որովհետև մենք ինքներս էլ տեսնում ենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը տարածաշրջանում շատ ժամանակ խաչվում են Հայաստանի Հանրապետության շահերի հետ եւ հետեւաբար նրանց Հայաստանի տարածք բերելով մենք էլ ավելի ենք բարդացնելու մեր իրավիճակը։ Եթե այս իշխանությունը վերընտրվի, Եթե այս իշխանությունը վերընտրվի, ես կարծում եմ, որ նրանք փորձելու են գնալ այդ ճանապարհով, բայց մենք միանշանակ ամեն ինչ անելու ենք, որ այդ իշխանությունները չվերընտրվեն եւ մենք կարծում ենք, որ այս իշխանությունները չեն վերընտրվելու։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ զրուցակիցս Սարմատ մեդիայի եթերում Աշոտ Ֆարսյանն էր։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։